Դեպի Հայաստան ավելի քիչ գումարներ են փոխանցվում։ Այս մասին պաշտոնական վիճակագրությունն է վկայում, թեև սա որևէ կերպ նոր զարգացում եւ միտում չէ, ինչպես մենք անդրադարձել ենք մեր նախորդ հավելվածների ընթացքում, սակայն այս տարվա 2025-ի հունվար-մարտի եռամսյակային կտրվածքով եւ նաեւ մարտ ամսվա վիճակագրությունը պաշտոնական թվերը եւս մեկ անգամ ընդգծում են, որ այդ գործընթացները ավելի քիչ դրամական հոսքերի մասին է խոսքը դեպի Հայաստան, շարունակականության մեջ է։ Ներկայացնենք մեր առաջին պատկերը, որտեղ հենց նշված ժամանակահատվածի, այսինքն առաջին եռամսյակի եւ այս տարվա մարտի ցուցանիշներն են, նաեւ համեմատության ներքո նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։ Եվ այսպես, այս տարվա 2025 թվականի մարտին Հայաստանի բանկերի միջոցով ֆիզիկական անձանց ուրեմն դրամական հոսքերի մասին է խոսքը, ներհոսքը կազմել է 426.4 միլիոն դոլար։ Սա այն դեպքում, երբ նախորդ տարի 2024 թվականի մարտին ցուցանիշը 443.5 միլիոն դոլար էր։ Այսինքն ներհոսքը նախորդ տարվա համեմատ 17 միլիոն դոլարով կրճատվել է։ Դա երևում է մեր տարբերության հատվածում սյունյակի։ Արտահոսքի պարագայում հակառակ գործընթացի հետ ունենք։ Եթե 2024 թվականի մարտին 318.8 միլիոն դոլար արտահոսքեր եղել, այսինքն Հայաստանից դրամական հոսքեր էին փոխանցվել արտերկիր, ապա այս տարվա մարտ ամսին այդ ցուցանիշը ավելացել է եւ ավելացել է 51.5 միլիոն դոլարով։ Ստացվում է, որ դեպի Հայաստան դրամական հոսքերը կրճատվել են, փոխարենը Հայաստանից փոխանցվող հոսքերն ավելացել են։ Արդյունքում զուտ ներհոսքը, որը երկու այս գործընթացների տարբերությունն է ըստ էության, եւս կրճատվել է 2024 թվականի մարտին 124.6, գրեթե 124.7 միլիոն դոլարի դիմաց, այս տարվա մարտին զուտ ներհոսքը կազմել է 56.1 միլիոն դոլար, տարբերությունը 68.5 միլիոն դոլար։ Իդեպ, զուտ ներհոսքի, արտահոսքի եւ ներհոսքի տարբերության ցուցանիշը անկումային է նաեւ եթե դիտարկում ենք եռամսյակային այդ կուտակային տվյալները։ Ըստ այդմ 2025 թվականի հունվար-մարտին 2024 թվականի հունվար-մարտի համեմատ գրեթե 2 անգամ, 1.9 անգամ անկում է գրանցվել։ Պետք է նշել, որ այս անկումը արդեն ասացինք, որ տևական ժամանակ շարունակականության մեջ է, նաև ըստ էության նույն է պատկերը, թե որ հիմնականում որ երկրներից է Հայաստան դրամական հոսքեր փոխանցվում եւ դեպի որ երկրներ արտահոսք է տեղի ունենում։ Դա ներկայացված է մեր երկրորդ պատկերում եւ ինչպես նախորդ տարի, նաև նախորդ տարիներին ավելի երկար ժամանակահատվածում, այս տարի եւս Հայաստանից դեպի Հայաստան դրամական հոսքերն առավելապես Ռուսաստանի Դաշնությունից են։ Իհարկե աշխարհագրությունը բոլոր երկրները չեն ընդգրկված, մենք ընտրել ենք հենց այն երկրները, որոնցից ամենաշատն են ուրեմն ներհոսքը տեղի ունենում եւ դեպի որ երկրներ ավելի շատ են արտահոսք լինում։ Ըստ այդմ, եթե ներհոսքը 2025 թվականի մարտին ընդհանրապես ցուցանիշը կազմել է 426.4 միլիոն դոլար, դրանից միայն 250, գրեթե 251 միլիոն դոլարը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան փոխանցված գումարներն են։ Երկրորդ տեղում Միացյալ Նահանգներից Հայաստան եկած գումարներն են ուրեմն զբաղեցնում, սակայն զգալի էական տարբերությամբ ցուցանիշը կազմել է 65.2 միլիոն դոլար։ Արտահոսքի համատեքստում եթե նայենք, ամենաշատը մարտ ամսվա տվյալներով Շվեյցարիա է փոխանցվել, ապա Միացյալ Նահանգներ, Արաբական Միացյալ Էմիրություն եւ Ռուսաստանի Դաշնություն։ Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում առաջին տեղում Միացյալ Նահանգներն էր, ապա Արաբական Միացյալ Էմիրությունները։ Այստեղ մենք հետաքրքիր պատկեր ունենք իդեմս Շվեյցարիա ուղարկված գումարների արտահոսքի հետ կապված, որը որոշ ժամանակահատված է պահանջում հասկանալու համար նախ ժամանակավոր ազդեցություն է, թե ինչ որ ավելի երկարաժամկետ գործընթացի հետ գործ ունենք եւ նաեւ հասկանալու թե մասնավորապես ինչով է սա պայմանավորված։ Այնուամենայնիվ, այս վիճակագրությունը պարզապես թվեր չեն։ Եթե փորձենք բանաձևված ներկայացնել, ապա ստացվում է, որ այս տարվա եռամսյակային կտրվածքով եւ նաեւ միայն մարտը նախորդ տարվա մարտի հետ համեմատ մենք շարունակում ենք գտնվել մի տրենդի ներքո, երբ դեպի Հայաստան դրամական հոսքերը կրճատվում են։ Այնուամենայնիվ, այդ հանգամանքը զուգահեռվում է այն մնայուն առայժմ գոնե մնայուն փաստի հետ, որ դեռևս Հայաստան ավելի շատ գումարներ փոխանցվում են հենց Ռուսաստանի Դաշնությունից։ Ուստի կրճատումը նաև առավելապես կարող է պայմանավորված լինել Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ավելի քիչ փոխանցվող գումարների հետ։
Եթե փորձենք հասկանալ, թե ինչ հնարավոր գործոններով կարող է պայմանավորված լինել, նորից պիտի կրկնենք, որ նախ իհարկե մի քիչ ավելի երկար ժամանակահատված է պետք հասկանալու այդ միտումները, նաև գործոնների հետ համեմատական վերլուծության, բայց առնվազն մի քանի հարցադրումներով փորձենք ուշադրություն սևեռել հնարավոր պատճառների վրա։ Առաջինը, կարծես թե ամենաիրատեսականը եւ ամենաազդեցության տեսանկյունից առաջնահերթը դա այն նույն արտաքին գործոններն են, որոնց ազդեցության ներքո նաև 2022 թվականից սկսած դեպի Հայաստան դրամական փոխանցումները կտրուկ ավելացավ իհարկե Ռուսաստանի Դաշնությունից առավելապես։ Այդ գործոնները չեզոքանում են, մենք դրա տարբեր ուղղություններով, տարբեր ասպեկտներով շատ ենք խոսում եւ բնականաբար այդ ազդեցությունը նաև կրելու է դրամական հոսքերի վիճակագրությունը։ Ուստի սա առաջին հնարավոր ազդեցությունն է։ Երկրորդ ազդեցությունը, երկրորդ հնարավոր պատճառը, այսպես ուշադրություն դարձնենք հանգամանքի վրա, որ ներհոսքի կրճատմանը զուգահեռ ավելանում է արտահոսքը, այսինքն ավելի շատ գումարներ դուրս բերվում են, չի բացառվում, որ դա պայմանավորված է անկայուն իրավիճակով ներհայաստանյան զարգացումների, այդ թվում նաև մասնավորապես տնտեսական քաղաքականության նկատմամբ դժգոհությունների եւ անորոշությամբ պայմանավորված։ Առանձին կարող ենք հիշատակել նույն հարկային քաղաքականությունը, դրա հետ կապված անորոշությունները եւ դժգոհությունները։ Եվ ի վերջո հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակաբար մնում է մեր հիմնական ամենաշատ դրամական հոսքերի աղբյուր երկիրը, եթե այդպես կարելի է ձևակերպել, ապա չի բացառվում, որ այդ ներհոսքի կրճատումը գուցե եւ պայմանավորված է Հայաստանի իշխանությունների կողմից դեպի Ռուսաստան եւ առհասարակ եվրասիական ուղղություն իրականացվող քաղաքականության, մասնավորապես անթաքույց քաղաքականության այդ ուղղությունից հեռանալու իդեմս։ Հետևաբար չի բացառվում, որ սա իհարկե պնդում չէ, բայց չի բացառվում, որ սա եւս իր ֆոնային ազդեցությունը ունի, իր որոշակի մեսեջները տալիս է եւ քաղաքացիներին եւ նաեւ տնտեսվարող սուբյեկտներին այդ ուղղության հետ կապված, ինչը նաեւ դրսևորվում է դրամական հոսքերի կրճատումների վիճակագրության տեսքով։ Ցանկացած պարագայում, եթե փորձենք ամփոփել նաեւ մեր այսօրվա անդրադարձը, ցանկացած պարագայում դեպի Հայաստան դրամական հոսքերը կրճատվում են, իսկ դրանք եւ անկախ նրանից, թե որոնք են դոմինանտ պատճառները եւ նաեւ հետևանքների տեսանկյունից որևէ կերպ տնտեսություն դեպի տնտեսական քաղաքականություն եւ զարգացումներ, դրական մեսեջներ հնարավոր չէ որպես այդպեսին ընկալել։